անկախ իրա բերած այդ չակերտների մեջ ինչ-որ պատճառաբանություն Պարոն Հակոբյան, գուցե փորձենք կենտրոնական դրական հանձնաժողովից էլ բարձրաբանում ստանալ։ Փորձենք, եթե Ես ունեմ հանձնաժողովի անդամներից մեկի համարը, փորձենք իր հետ խոսել, հա, երևի։ Կարող ենք զանգել, եթե sense ուրիշ տարբերակ չկա Երևան հասնելու։ չկա, ոնց որ պետական մարմինները այսօր սա ուրիշ տարբեր գործերի են, բայց ոնց է ստացվում։ Տիկինն է, բարև ձեզ։ Վահեն Ամակարյան մեդիա հաբից։ Տիկինն է, մենք ուղիղ եթերում ենք գտնվում, ձեր ձայնը լսվում է, նկատի ունեցեք։ Տեսախցիկների առաջ ենք, ուղղակի այլ տարբերակ չկա, դրա համար փորձեցինք նաև ձեր միջոցով պարզաբանում ստանալ։ Մենք Գյումրիում ենք գտնվում, ընտրատարածքային հանձնաժողովում, թիվ 31 այստեղ։ Եվ այստեղ ավականու անդամի հետ կապված խնդիր է առաջացել, արձանագրությունը չեն կազմում, որպեսզի ավականու ցուցակով հաջորդ անդամին իրենք մանդատ տրամադրեն։ Դուք այստեղ որևէ մեկնաբանություն պարզաբանում կարող եք ներկայացնել, որովհետև Տիգրան Ղազարյանը, ով ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է, այստեղի ինքը մեր հարցերին չպատասխանեց։ Նաև այսինքն չպատասխանեց։ Դե չցանկացավ գալ այստեղ։ Իրենց գործառույթներն Վահե ջան, ես ճիշտն ասած չեմ իմանում ինչ պատասխանեմ, ինչի մասին է խոսքը։ Տեսեք այստեղ Ներես մի վարքյան կներեք։ Հա, Վահե ջան, տեղս հարմար չէ։ Հա, տեսեք իրենց գործառույթն է, մենք էլ գիտենք, իրենք մեզ հորդորեցին դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ լրատվական բաժին, հա, իրենք Տիգրան Ղազարյանը։ Հա, Տիգրան Ղազարյանը եւ այստեղ ավականու անդամները նաեւ մեր քաղաքը դաշինքից պնդում են, որ նիստ են հայտարարել, որը երկու անգամ տարբեր պատճառներով ձգձգել են, իրենց գնահատմամբ միտումնավոր, մի անգամ ասել են քվորում չկա, մի անգամ չեն եկել, չգիտեմ։ Վահե ջան, գիտեք, մենք Ու նիստը չեն էլ փակել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմում էր ստացվել, մենք դիմում էր ստացվել ԿՀ-ում եւ այդ դիմումի հետ կապված ընտրատարածքային հանձնաժողովի տեղեկացել էինք, որ ամսի 30-ին, եթե չեմ սխալում, նիստը քվորում չէր եղել եւ չէր կայացել նիստը, հրավիրել էին, քվորում չէր եղել։ Եվ եթե չեմ սխալվում, 3 նորից նիստ են հրավիրել, ամսի 30-ի նիստը տեղափոխել են, հետաձգել են, չեմ մանում, չեմ կարդացել էլ իրան։ Հիմա չեն անում, ամբողջ խնդիրն է, որ այստեղ նաև փաստաբանն է ներկա եւ եթե ուղիղ եթերին հետևում եք, չգիտեմ, տեսած կլինեք, իր մեկնաբանությունները կարող եք հետո նաև հետ տալ, տեսնել, որ փաստաբան Սոս Հակոբյանը մանրամասն ներկայացրեց, որ այստեղ լիազորությունները փաստորեն ինձ ժամանակ տաս, ես ուղղակի տեղս հարմար չի։ Մի 5 րոպեից մի հատ դուրս գամ համել հասկանամ ընտրատարածքայինում ինչ խնդիր է, ես քեզ հետ կզանգեմ։ Խնդրում եմ գոնե կամ Տիգրան Ղազարյանին հորդորեք, թող մի հատ իր հետ ներկայանա աշխատավայր, սա էլ է իր աշխատավայրը։ Եվ չէ, ինքը նաև այլ աշխատանքային վայր ունի, բայց հիմա մենք կփորձեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նաև աշխատակազմի միջոցով։ Շատ լավ, այստեղ որտեղ որևէ քայլ չեն ուզում ձեռնարկել, չենք ուզում, հարցերի պատասխան չեն կարողանում ստանալ։ Կարծում որ քայլ չեն ուզում ձեռնարկել, հիմա մի հատ Ինձ թվում է, որ դուք միջամտեք կձեռնարկեն։ Հա։ Էդ էլա գնում եթեր։ Հա, այս ամբողջը եթեր գնում է, ձեր ձեռնարկելը եւս։ Այդ ձեռնարկեք կգնա եթեր ամբողջությամբ։ Մնում է ձեռնարկեք։ Խնդիրն ինչումն է, հա, Եղավ տիկինը, սպասում ենք, շնորհակալություն։